Երևանի ժամանակով զրուցաշարն է Ֆակտոր TV եթերում, բարև ձեզ մեր զրուցակից այսօր ազգագրագետ Հրանուշ Խարատյանն է, ողջույն Տիկին Խարատյան։ Տիկին Խարատյան, ըստ էության ադրբեջանական կողմից հայ հանրությունը տեղեկացավ, որ Հայաստանն ու Ադրբեջանը ավարտել են խաղաղության պայմանագրի տեքստի համաձայնեցման շուրջ բանակցությունները, դրան արձագանքեց մեր արտգործնախարարությունը, նշելով, որ Ադրբեջանը միակողմանի հայտարարություն է արել։ Ինչպես եք վերաբերվում այս փաստին, որ մենք ադրբեջանական կողմից ենք առաջինը տեղեկանում նման կարևոր ինֆորմացիայի մասին, եւ դա այն դեպքում, երբ վարչապետ Նիկոլ Փաշինյանը բազմիցս խոստացել էր, որ մեր պետության համար այսպիսի բեկումնային կարևոր որոշումները բավական թափանցիկ են լինելու։ Առաջինը Ադրբեջանի հայտարարությունը դեռ չի նշանակում, որ մենք նրանցից իմացանք ինչ է եղել։ Մենք ընդհանրապես իմացանք հերթական քննարկման վերաբերյալ ադրբեջանական ամփոփումը։ Նա ասում է ավարտվել է, Հայաստանի արտգործնախարարն ասում է այդպես չի։ Ուրեմն մենք նրանցից չենք իմանում։ Իսկ որ բանակցությունները գնում են, կարծում եմ իմանում ենք։ Մի այլ խնդիրը թե եթե օրինակ հանդիպել են եւ եթե ինչ որ համաձայնություններ իսկապես կայացել են, ինչպես Ադրբեջանի հայտարարությունն է ասում, ապա իհարկե կարևոր է, որ Հայաստանի իշխանությունները նույնպես իրազեկեն, թե կոնկրետ ինչի շուրջ է եղել քննարկումը եւ ինչի շուրջ չեն համաձայնությունները կայացել։ Որովհետև ես շատ վստահ չեմ, որ իսկապես համաձայնությունները կայացել են։ Ադրբեջանը սովորաբար շատ կատեգորիկ եւ իր կողմից հայտարարություններ է անում։ Եվ մենք սա ընդունում ենք որպես կայացած իրողություն։ Սա շատ ցավալի է, որտեղ 35 տարի գոնե անընդհատ գիտենք այդ միակողմանի հայտարարությունների արժեքը, գինը, ձևը, բովանդակությունը, նույնիսկ կարելի է ուղղակի նայել հայտարարող կողմին եւ հասկանալ, թե այդ հայտարարությանը ինչքան պետք է վստահել։ Ես կոնկրետ այս դեպքը չեմ համարում, որ մենք Ադրբեջանից իմացել ենք ինչ-որ բան։ Մենք Ադրբեջանից իմացել ենք միայն իրենց դիրքորոշման շարունակականությունը, միայն ուրիշ բան չենք իմացել։ Եվ գուցե դրանից նաև իմացել ենք, որ եղել է հերթական քննարկում սրա շուրջ։ Ես չգիտեմ այդ քննարկումները ինչ պարբերականությամբ լինում են։ Մենք մեր կողմից ենք որոշ տեղեկություններ իմանում։ Կարծում եմ, որ որ Արցախի հարցի շուրջ եւ հայ-ադրբեջանական հարաբերությունների հարցի շուրջ հայ հասարակությունը քննարկող հարցերի վերաբերյալ պատշաճ ինֆորմացիա չի ստանում, այո, ես դրա հետ համաձայն եմ։ Համաձայն եմ նաև նրա հետ, որ բուն քննարկող նյութը այնպես է մատուցվում, որ այստեղ թափանցիկության մասին դժվար է խոսել։ Մենք կարող ենք տեղեկանալ միայն փաստի մասին, կարող ենք նաև չտեղեկանալ։ Այսինքն, եթե Ադրբեջանը հայտարարի եւ մենք պիտի ուղղում մտցնենք այդ հայտարարության մեջ, դա ինֆորմացիա չի։ Մյուս կողմից ես եթե ամեն օր օրինակ կա քննարկում, իհարկե շատ լավ կլիներ, որ որոշ գոնե աղբյուրներ անդադ տեղեկատվություն տային հասարակությանը, բայց չեմ տեսնում նաև, որ մենք ոչ թե Հայաստանից, այլ կոնկրետ Ադրբեջանից ենք իմանում։ Բայց այո, վստահ եմ նաև, որ երբեմն միայն երրորդ կողմից ենք նաև իմանում։ Ես տխուր իրականություն է, որտեղ թե իշխանություններն են շատ չափում կշռում ձևում, ինչ չափով տեղեկացնեն հասարակությանը, թե տեղեկատվության աղբյուրների տարբերությունները, թե մրցակցությունը, ով է շտապում տեղեկացնել եւ շտապելու դեպքում ինչ խնդիր է հետապնդում։ Ամբողջ պրոցեսը շատ ավելի ուղղված է քաղաքագիտության գրագետ հասարակությանը, քան հասարակությանը առհասարակ։ Այսինքն ուղղված են այն իմաստով, որ գոնե քաղաքագիտության մեջ գրագետ հասարակությունը կամ խումբը կարող է վերլուծել, անել ինչ-որ եզրակացություններ, որքանով կլինեն դրանք օբյեկտիվ չեմ կարող ասել։ Բայց ընդհանրապես համաձայն եմ ձեզ հետ, որ մեր ոչ լավ իրազեկվածությունը այս գործընթացի վերաբերյալ դժվարացնում է մեր դատողությունների հնարավորությունները։ Սա իրավունքի խախտում է, թե իրավունքի խախտում չէ, ես թողնում եմ առայժմ։
Կա տեսակետ, որ Բաքուն խուսափելու է ստորագրել պայմանագիրը, պահանջելով ընդունել նոր սահմանադրություն։ Դուք սրա մասին ինչ եք մտածում։ Դա տեսակետ չի, դա ուղղակի փաստ է։ Բաքուն անդադ հայտարարում է այդ մասին։ Այսինքն այդտեղ տեսակետի մասին խոսել ավելորդ է։ Այո, Բաքուն պնդում է հռչակագրի եւ սահմանադրության իր վերապահումները, որ Հայաստանը հաշվի առնի։ Եվ պնդում է, որ Հայաստանը անվերապահ պետք է դրան գնա։ Պնդում է բառը ես անվերապահի հետ չկցեմ, բայց պնդելու ձևը տանում է դրան։ Այսինքն Բաքուն համաձայնագիրը չի ստորագրելու, մինչև Հայաստանը չանի սահմանադրության այդ կետը։ Նույն կերպ Հայաստանը տեսականորեն կարող էր Ադրբեջանին նույն պահանջը դնել, նրանց սահմանադրության հետ կապված բազմաթիվ խնդիրներ, որոնք օրինակ Ադրբեջանի տարածքը ներկայիս եւ Ադրբեջանի իրավական պահանջը 1918 թվական հայտարարված չճանաչված պետության սահմանն են եւ այլն, հա։ Սա չի նշանակում, որ այսինքն նույն տրամաբանությամբ Հայաստանը կարող է ասել, բայց չի կարող ասել։ Չի կարող ասել, որտեղ այս խոսակցությունը խնդիրը ի վերջո ռազմական հարցի ռազմական լուծում տանելու ճանապարհն է։ Եթե Բաքուն այդպիսի պնդում շարունակում է անել, ակնհայտ է, որ նրա համար խնդիրը ռազմական լուծում տանող ճանապարհ է փնտրում ինքը, ինչպես այդ փնտրվեց եւ առանց որևէ լուծում գտնելու Արցախի ամբողջ բնակչությունը տեղահանվեց 23 թվականին։ Ինչ տրամաբանությամբ տեղահանվեց այդ բնակչությունը, 1 տարի շրջափակումը 1000 ու մի տարբերակով անընդհատ ուժի լուծման տանելու։ Հասկանալի, որ պարտված երկիրը եւ պարտված բնակչությունը անհամեմատ ավելի պակաս հնարավորություն ունի տեսականորեն օբյեկտիվ հարցադրումները անելու։ Հատկապես աշխարհի այս հիմիկվա վիճակում, երբ հարցեր լուծող դերակատարները, այսինքն ուժային եւ իրավական կշիռ ունեցող միջազգային եւ առանձին երկրների ԱՄՆ, Ռուսաստան, Ֆրանսիա, Գերմանիա եւ այլն 1000 ու մի բազմաթիվ այլ խնդիրների առաջ են կանգնած եւ Արցախի հարցը հիմա եւ Հայաստանի հարցը եւ հայ-ադրբեջանական կոնֆլիկտի հարցը ընդերքում հասունանում է այնքան, մինչև որևէ մեկը այդտեղ ռեալ վտանգ տեսնի նաեւ իր հետ կապված եւ այդ շրջանում անդրադառնա։ Այսինքն մենք իսկապես շատ անորոշ վիճակում ենք այս իմաստով։ Ես անկեղծ ասած դեռ չեմ տեսել, գուցե կան դրանք, բայց ես չեմ հանդիպել, որ որևէ կառույց կամ որևէ երկիր Ադրբեջանին զգուշացնի Հայաստանի սահմանադրությունը փոխելու պահանջը համաձայնագրի կետ դարձնելու հարցում։ Դա քայլ չի։ Սա միայն Հայաստանն է փորձում հավասարակշռել, որքան ինձ է հայտնի, բայց գուցե ինձ ամեն ինչ չի իհարկե որ հայտնի է եւ դա թույլ գործոն է դառնում։ Ես օրինակ նայեցի Հիկմետ Հաջիևի հայտարարությունը, որով նա Հայաստանին մեղադրում է վստահության կառուցման գործում հետևողական չլինելու։ Ակնհայտ է, չէ՞, որ Ադրբեջանի համար վստահությունը դա Ադրբեջանի պահանջի անվերապահ համաձայնությունն է։ Մեկ եւ երկրորդ, այո, հատկապես մեր ամբողջ պատմության ընթացքում, բայց հատկապես վերջին 35 տարիներում ինչ վստահության մասին կարող է առհասարակ խոսք լինել, եթե մենք անդադ հաշվում ենք կոտորածները, ջարդերը, պայմանների խախտումները, չգիտեմ 44 օրյայից հետո ստեղծված իրավիճակը, երբ որ հավասար քաղաքացիների մասին խոստումներից հետո անընդհատ, գիտեք, եւ սա միայն հայերի հանդեպ չի։ Մենք հիմա խնդիրը տեղափոխում ենք հայկական հարցերի շուրջ, բայց ավտորիտար ռեժիմով երկիր է, դեսպոտականին մոտեցող։ Հայաստանը լուր քննարկում է պրոբլեմներ, որոնց նկատմամբ
ես չեմ ուզում իշխանության կողմից ասել, վստահ եմ, բայց չեմ կարող ասել անվերապահ, որ իշխանությունն էլ անվստահություն ունի իր իսկ քննարկումների հեռանկարների շուրջ, եթե նույնիսկ այդպիսի համաձայնություն կայանա։ Իսկ ժողովուրդը վստահ այդպիսի անվստահություն ունի, շատ մեղմ բառով ասած։ Այն ինչ այսօր կատարվում է Բաքվի բանտում, այդ անվստահությունը սնուցող նկատի ունեմ հայերի դատավարությունը Բաքվի բանտում պահվող ռազմագերիների այդ անվստահությունը սնող հենց այսօրվա իրողություններով սնող գլխավոր պատճառն է։ Մենք դրան իհարկե կանդրադառնանք։ Փաշինյանը հայտնեց, երբ փաստաթուղթը ստորագրվի, ԵՄ դիտորդները դուրս կգան եւ միջազգային հայցերը հետ կկանչվեն։ Դուք սրա մասին ինչ եք մտածում։ Ես առաջին անգամ չի իհարկե որ եւ միջազգային դիտորդների մնալ չմնալու եւ միջազգային իրավական պահանջները յետ կանչելու խնդիրը դրվում է հրապարակի վրա հասկանալի որ սա նույնպես իհարկե Բաքվի պահանջն է ավելին Բաքվում եվրոպական դիտորդներին այստեղ արդեն ագենտի կարգավիճակով է հայտարարնանք ագենտներ են Հայաստանում եւ իհարկե տխուր է որ Փաշինյանը այդպիսի հայտարարություններ անում է ես չգիտեմ այն ճնշման աստիճանն ու մակարդակը որը բացի Ադրբեջանից էլ որտեղից է գալիս որ նա ստիպված է կարգի հայտարարություններ անել չեմ կարող սա ասել բայց այդ հայտարարությունները մի կողմից այո վկայում են տագնապի մակարդակը հարցերը չեն առաջ տեղից չեն շարժվում էլ ակնհայտ մի բան է նշանակում էլի հնարավոր ռազմական լուծման տանող բորբոքումը շարունակելու եւ ռազմական լուծումների տանող ճանապարհ բայց մյուս կողմից ես կարծում եմ դրանք վտանգավոր հայտարարություններ են որովհետեւ ինչ որ չափով նաեւ չբացատրելու այդ հայտարարությունները անելու ռեալ այսինքն կարծեք Հայաստանը կամավոր է որոշում է կայացրել հասկանալի թե տակը ինչ ճնշումներ կան չխոսելով նաև այդ ճնշումների մասին սրանով մի տեսակ Հայաստանը հաստատում է Բաքվի իրավունքը այդ պահանջները ներկայացնել Տիկին Խարատյան ուզում եմ Փաշինյանին մեջբերել ձևակերպման հետ որ հորիզոնում Հայաստան-Ադրբեջան խաղաղությունը չի երևում ուզում եմ չհամաձայնվել ես կասեմ որ պարզապես այդպես անընդհատ փորձ է արվում ծխածածկույթ ապահովել հորիզոնի երկայնքով որպեսզի այդ խաղաղությունը չերևա նախ հետաքրքիր է ձեզ համար տեսանելի այդ հավանական խաղաղությունը թե ոչ ոչ ես այս պահին չեմ տեսնում առավել եւս այս վերջին 1 տարում աշխարհում հիմա ուժերի վերադասավորում է կատարվում եւ բնականաբար կոնֆլիկտային երկրները կոնֆլիկտային կողմերը փորձում են կողմնորոշվել այդ դասավորումներում բայց կոնկրետ Հայաստանի եւ Ադրբեջանի հարաբերությունների դեպքում ես չեմ տեսնում քիչ թե շատ կշռ ունեցող միջազգային որևէ միջամտություն որը կարողանար իսկապես այս երկու երկրների միջև եղած ռեալ վտանգավոր եւ փաստացի շատ վտանգներ անցած եւ առաջիկայում վտանգներ ունեցող կոնֆլիկտը տանի խաղաղության քիչ թե շատ ընդունելի եզրերով իհարկե մի բան է եթե դու ամբողջովին հանձնված ես եւ թելադրված պայմաններ ես կատարում ի վերջո շատ ներքին եւ ռեալ մտատանջությամբ եմ ասում վերջին հաշվով մենք նույնիսկ Բաթումի պայմանագիր ենք ստորագրել Հայաստանը 18 թվականին շատ ծանրագույն եւ այդպիսի մի պայմանագիր այսինքն անունը դնելով համաձայնություն, հաշտություն, խաղաղություն, չգիտեմ 1000 ու մի այլ տարբերակներով այդպիսի մի պայմանագիր, որից հետո ելքերը լրացուցիչ կարող են փակվել, կարող է լինել։
բայց քիչ թե շատ ընդունելի պայմանագիր, որով Հայաստանի կենսունակությունը, այս շրջափակումներից ազատվելը, այս հետևողական ռազմական ճնշման վտանգը եւ այլն լինեն, ես առաջիկայում հիմա այս իրավիճակում դեռևս չեմ տեսնում։ Փաշինյանը անդրադարձել է նաև Բաքվում տեղի ունեցող դատավարություններին, նշելով, որ դրանք ծխած ծածկույթ են, որոնք մի նպատակ ունեն, ես չգիտեմ ինչ, համենայն դեպս մեր ընկալումն է այդպեսին զրոյացնել այն ձեռքբերումները, որոնք ունեցել ենք խաղաղության գործընթացում։ Այդ կամբարդ ձևակերպում է իսկապես, այսինքն Բաքվի դատարանը, հայերին դատելու Բաքվի դատարանի այսօրվա գործընթացը ծխածածկույթ չէ։ Շատ բաց մարտահրավեր է։ Փակ դատարանով, փակ տարածքում, որևէ, ես նույնիսկ չգիտեմ, ոչ մեկին, նույնիսկ ՄԱԿ-ի ներկայացուցիչը չի կարող մտնել այդ դատական գործընթացին ներկա լինել։ Էլ չեմ ասում թղթակիցներ եւ այլն։ Այսինքն բացարձակ փակ մի իրավիճակում գնում է դատավարություն, որտեղ բերում են հյուծված, պատժված, ջարդված, կեղեքված, բարոյապես եւ ֆիզիկապես ընկճված մարդկանց նրանց ծանրագույն մեղադրանքներ վերագրելով, ընդ որում այդ մեղադրանքները ռեալ եթե ասելն եմ, ամբողջ հայ ժողովրդին կարելի է վերագրել իրականում, այսինքն նրանք ահաբեկի չեն, որտեղ ուզել են իրենց երկիրը, ուզել են իրենց կյանքը, իրենց ընտանիքները պաշտպանել։ Սա վերաբերվում է ամբողջ հայությանը, մեծ հաշվով։ Այսինքն ձևակերպումները մեղադրանքների, որոնք կան, ահաբեկի չեն, որտեղ ուզել են իրենց պաշտպանել։ Ահաբեկի չէին, գիտեք, եթե օրինակի համար Բաքուն ասեր, ես ամաչում եմ, մենք ամաչում ենք, որ օրինակ եղել է Սումգայիթի Բաքվի մարաղային նման աղետներ։ Այսօրվա Բաքվի նախագահի կայքում Սումգայիթի մասին դրված է տեղեկություն, որ բազմաթիվ 1989 թվականից սկսած Սումգայիթում բազմաթիվ շահիդների հուշարձաններ կան հպարտությամբ։ Գիտեք շահիդները ովքեր են Սումգայիթում։ Դրանք են ծանր քրեական մարդասպան սադիստներն են։ Այս ամբողջի կողքին ուրեմն իրենց կյանքերը պաշտպանողներին փաստացի հիմա այսպիսի ծանրագույն մեղադրանքներով։ Սա շատ մեծ մարտահրավեր է, ես կարծում եմ ընդհանուր քաղաքակրթական արժեքների ձեռքբերումներին։ Մենք մեր պրոբլեմը գիտենք, մենք մեր ցավը, անարդարությունը, կոնֆլիկտը, ուղին գիտենք, բայց մենք պատշաճ մակարդակով դրանք չենք ներկայացնում։ Ես միշտ այդ կարծիքին եմ եղել, հիմա էլ եմ այդ կարծիքին, եւ դրա փոխարեն այն քարոզչությունը, որ գնում է հայերի դեմ եւ շատ մտքեր ուղակի լցնում է տեղեկատվությամբ, տեղեկություններով չեղած երևույթների մասին, սրա հողի վրա հիմա Բաքվի դատավարությունը ծխածածկույթ է մեր խաղաղության ճանապարհի մեր ձեռքբերում։ Այդ ծխածածկույթ բառն էլ տվյալ դեպքում չգիտեմ ինչ իմաստով է։ Բաքվի դատավարությունը ծխածածկույթ չէ։ Բաքվի դատավարությունը մարտահրավեր է, որ չկայանա այս դատավարության հենքի վրա համաձայնություն ու խաղաղություն ես կնքում մի երկրի հետ եւ ճանաչում ես այդ երկրին իր մնացած բոլոր ատրիբուտներով, այդ թվում արդարադատությամբ, այդ թվում մարդասիրությամբ, այդ թվում մարդու իրավունքով, այն դեպքում, երբ որ քո երկրի, քո ժողովրդի համար պայքարած մարդիկ, անկախ թե ինչ կոնկրետ կոռուպցիոներ են, կոռուպցիոներ չեն, ես սրա մասին չեմ խոսում, այդ մարդիկ ապրել են մի տարածքում, որտեղ կռիվ պայքար գնում էր ապրելու իրավունքի համար։ Ուրեմն այդ ապրելու իրավունքի համար պայքարած մարդիկ հիմա դատվում են բացարձակ փակ պայմաններում։ Մենք չգիտենք ինչ կոնկրետ իրավիճակներում։ Ինչ ծխածածկույց, ձեռնոց հանետված
Եվ ես կարծում եմ, որ շատ էլ հարմար ժամանակ անտրված, որպեսզի այդ համաձայնությունը չկայանա։ Եթե Փաշինյանը սա նկատի ունի, ապա ես այս հարցում համաձայն եմ, այո։ Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը դադարեցրեց հացադուլը, նա իր ուղերձում նշում է, որ իր հացադուլը ոչ միայն բողոքի, այլև անարդար դատավարության եւ ընդհանուր իրավիճակի վրա ուշադրություն հրավիրելու միջոց էր, ինչ եք կարծում դա ստացվեց։ Եվ կարծում եմ այդ միջոցը աշխատեց։ Տեսեք, մինչև Ռուբեն Վարդանյանի հացադուլ հայտարարել աշխարհում շատ քիչ խոսվեց այդ Բաքվի պատրաստվող դատավարության մասին։ Նույնիսկ Հայաստանում կարծեք իներտ սպասողական չբարձրաձայնված վիճակ էր։ Շատ տխուր է, որ Ռուբեն Վարդանյանի հայտարարած հացադուլը դարձավ այն վճռորոշ գործոնը, որով այս դատավարության վերաբերյալ քիչ թե շատ ուշադրություն հրավիրվեց։ Այս իմաստով այդ հացադուլը իր նպատակին հասել է։ Բայց մյուս խնդիրը կա, որ դրանից հետո պետք է լիներ ինչը։ Դրանից հետո պետք է լիներ այդ բանտ գնալը եւ այդ բանտում իրավիճակը տեղում նայելը։ Կարծեմ Կարմիր խաչից բացի ոչ մեկը այդ հնարավորությունը չունի Ադրբեջանում եւ չի ուզում, ես չգիտեմ ՄԱԿ-ը փորձել է, չգիտեմ ԵԱՀԿ անդամը Ադրբեջանը, ԵԱՀԿ-ն փորձել է իր այն միջազգային կառույցները, որոնց ինքը անդամ է, ես առայժմ դրան ասեմ, ես չեմ ասում թուրքալեզու երկրների միավորումը եւ այլն, որտեղ ինքը նույնպես անդամ, ես ասում եմ ընդհանուր միջազգային կառույցները, որոնք մարդու իրավունքի խնդիրները եւ այս արժեքները կալանավորվածի, կեղծ դատավարության, փակության, փակ հասարակությունների կարևորում են եւ դրանք իրենց առաքելություններն են, ես չեմ տեսել, որ նրանցից որևէ մեկը փորձանի իսկապես ստուգել, իսկ կարծեմ երեք թե այսօր իմացա նույնիսկ որ Ադրբեջանը արդեն Կարմիր խաչին էլ է ուզում հանել Ադրբեջանի տարածքից եւ ինչ է արդյունքը լավագույն դեպքում առայժմ բացի կարծեմ Եվրոխորհրդարանի քննարկումներից լավագույն դեպքում Ադրբեջանին հորդորում են կոչ են անում ինչին են կոչամ հավատարիմ մնալ մարդու իրավունքների ինչ հավատարմության մասին է եթե այդ երկիրը ամբողջովին մարդու իրավունքների ոտնահարումների վրա է եւ ոչ միայն հայերի ես ընդհանուր երկրի մասին եմ ասում թե բնացած բոլոր ազգային փոքրամասնությունների, թե մտքի ու խոսքի ազատության։ Այսօր Ադրբեջան որևէ անկախ լրատվամիջոց չի էլ կարող այդ դատավարությունների ներկա լինել անկախ նրանց դիրքորոշումներից։ Անկախ կարող է լինել նաև որևէ ռասիստական մամուլ, բայց նա էլ չի կարող ներկա լինել։ Այսինքն այս երկրին ինչ կոչ են անում հավատարիմ մնալ։ Երբ է եղել այդպեսին, որ հիմա հավատարիմ մնա այդ արժեքներին։ Եվ սրանք բոլորը հիմա չեն դառնում քննարկման թեմա, բացի կրկնում Եվրոխորհրդարանի քննարկումներից եւ քննարկումների ժամանակ բարձրաձայնված որոշ դիրքորոշում արտահայտողներից, չնայած այդ նույն օրը եւ նույն վայրում շատ էլի կոչանողներ եւ հորդորողներ կան։ Ռուբեն Վարդանյանը իր ուղերձում անդրադառնալով հարևան երկրների հետ խաղաղության հասնելուն ավելի վաղ արված ուղերձում նշում է, որ միայն էլիտա առանապատվություն պատիվ ունեցող երկրի հետ կարող են իրական պայմանավորվածություններ ձեռք բերվել։ Ձեր կարծիքով մեր երկրում հիմա կա այդ էլիտան։ Մյուս հարցն է, թե այդ էլիտան մեզ հետ պայմանավորվող երկրում կա։ Հարցի երկու կողմից նայենք։ Արժանապատվություն ունեցող էլիտան նախ եւ առաջ կարևորագույն այնպիսի արժեքների, որոնք իրավական սահմանում չունեն։ Ազնվության, բարոյականության, մարդասիրության, առաքինությունների շուրջ են ձևավորվում։ Մեր երկու երկրներում էլ ես կարծում եմ դրանց շուրջ չեն ձևավորվել։ Մեր քաղաքական միտքը կրթող եւ մեր քաղաքական վարքը ձևավորող խմբերը։ Այս իմաստով այո, Ռուբեն Վարդանյանի ասածը լուրջ խնդիր է, դա փիլիսոփայական խնդիր չէ, շատ ուղղակի կոնկրետ իրավիճակի գնահատական է, բայց մյուս խնդիրը կա, որ եթե նույնիսկ այդպիսի էլիտա չկա,
Մարդիկ Հայաստանում էլ Ադրբեջանում էլ շատ կան մարդիկ այդ մարդիկ ամենատարբեր սոցիալական շերտերում են բայց խումբ որը այդ առաքինությունների կրողն է երկու երկրներում էլ մի քիչ կասկածի տակ են իսկ Ադրբեջանը ընդհանրապես բռնապետություն է եթե բռնապետությունը էլիտար երևույթ է որը նույնպես կարող է իր պատկերացրած արժանապատվության բարոյականության եւ ազնության առաքինությունները ունենա ես հիմա այս խնդրի ոչ փիլիսոփայական, մեկնաբանողական, ոչ օբյեկտիվ գործող երևույթները, չէ որոնց մասին խոսում եմ։ Եվ եթե այդպիսին չի ենթադրենք քաղաքական քննարկումների մասնակցող կողմերը, այդ Ռուբեն Վարդանյանի ասած դրական բանը մնում է օդում կախված ցավոք սրտի հայտարարություն։ Շատ բարդ է հենց ինքը Ռուբեն Վարդանյանը, որը փորձում է եւ կարծեք կարողանում է իր իսկ կյանքի եւ իր շուրջը գտնվող մարդկանց համար ծանրագույն պայմաններում պահել ոգին, փորձել ես անընդհատ զգում եմ կամ կարծում եմ մեզնից շատերը կարդալով եւ լսելով եւ քննարկելով շատերս զգում եւ հասկանում ենք ինչ կամք է պահանջվում ինչ կարողություն է պահանջվում մարդուց որ կարողանա պահել այդ ոգին հացադուլից հետո շատ վստահ հազար ու մի տեսակ բարոյական եւ ֆիզիկական ճնշումներից հետո մեկուսի գտնվող նույնիսկ հնարավոր է սնունդի ես հիմա սրանց մասին չեմ ասում բայց սրանք բոլորը մարդու կամքը հյուծող երևույթներ են մարդը կարողանում է այդ կամքը պահել բացարձակ այսպես ագրեսիվ եւ անարդար դատարանում կանգնել կարողանում է բայց ես չեմ կարծում որ այդ կոչը կամ ներողություն այդ ձևակերպումն է ճիշտ է որ համաձայնագրերը կարող են լինել այդպիսի էլիտաների միջև աշխարհի փորձը ցույց է տալիս որ համաձայնագրերը միշտ չէ որ էլիտաների միջև են Շնորհակալ եմ զրույցի համար Տիկին Խարատյան Իսկ ես հիշեցնեմ որ Երևանի ժամանակով զրուցաշարներ Ֆակտոր TV եթերում կհանդիպենք